2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է հացադուլ է անում։ Այս մասին ահազանգում է հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։ Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը եւ կոչ է արել քայլեր ձեռնարկել։ Էուլջեքչյանի պահանջը հետևյալն է՝ հեռախոսազանգ կնոջ է Լինդային։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով զբաղվում է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցերով, մեզ հետ զրույցում ասաց. Խնդիրը ըստ էության նույնաբովանդակ է մարդու իրավունքների հարգում, մարդասիրական կանոնների պահպանում, ինչպես գիտեք, բազմակի խախտումներ կան, այս անձինք ապօրինի կերպով են գտնվում Ադրբեջանում, ավելին Ադրբեջանը սահմանափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, բազմաթիվ հայեր, եթե ամիսներ առաջ գոնե մեկ տեսակցություն ստանում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, ապա նաև զրկված են այս տեսակցություններից, արտաքին աշխարհի հետ կապը ավելի է մեկուսացվել, սահմանափակվել եւ ի նշան շարունակական ապօրինությունների դիմել է հացադուլի։ Իր առողջական վիճակի հետ կապված ունեք տվյալներ։ Շատ մանրամասներ չենք տիրապետում, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսակցությունների հնարավորություն չկա եւ իրական վիճակի մասին ինֆորմացիան միջնորդավորվում է ադրբեջանական աղբյուրներով, ինչը բնականաբար ոչ օբյեկտիվ է եւ միակողմանի։ Հիշեցնենք, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտքը գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք, կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի եւ ընտանիքի հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին, թե որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք թե ոչ։